Երին կարճ խնդրում։ Կարճ, լավ, մեքենայի դրվագը թողնում եմ, չնայած այս հա, այստեղ շատ մանիպուլատիվ է, էլի, որ մեքենան գրվել է ներքին գործերի նախարարի համար, բայց պատահականորեն դուք եք այսօր ներքին գործերի նախարար եւ չեք կարող, որովհետեւ տեղյակ չլինես, բայց կարող եմ վաղը չլինել ներքին գործերի նախարար եւ այդ մեքենան սպասարկի ներքին գործերի նախարարին։ Համենայն դեպս դες համար էր կնվել, ես փուլում պետք է իմանայիք, լավ։ Երկու մասով պետք է արձագանքեն բերետների վարքագծի եւ արդեն փարակարի դեպքերի մասով։ Տիկին Սարգսյան, այսինքն դուք իսկապես այդ տեսանյութերը չեք տեսել եւ ուղակի անչափահասը նույնիսկ կանգնած է, բերետը մոտիկ անում է նրան, քաշում է, ծեծում է, իսկապես դա չեք տեսել։ Ոնց կարող է դա տեսած չլինեիք։ Հետո ասում եք որոշ մարդկանց գործունեություն նկատի ունեք բերետների, լավ չի։ Այդ ես եմ ասում, որ լավ չի, բայց լավ չից հետո դուք պետքա կոնկրետ գործողություններ իրականացնեք։ Փաստորեն ձեր եւ ձեզանից նախորդ ոստիկանապետերի միջև տարբերությունը այն է, որ նախկին ոստիկանապետը օրինակ այդքան էլ գրագետ չէր ձևակերպում, թե ինչու են բերետները ծեծում, դուք բավականին կուլտուրական գրագետ ձևով բացատրեցիք, թե խի պետքա բերետները ծեծեն։ Ձեր միակ տարբերությունը այդ գրագիտության բանի ավելցուկի մեջ է։ Հիմա ըստ էության Վալոդիա Գրիգորյանի դեպքի մասով։ Տիկին Սարգսյան, մեզ վրա մի վաճառեք, որպես հերոսություն, որ դեպքից հետո դուք գնացել եք փարակար։ Ես խոսում եի կանխարգելման մասով։ Դուք ասում եք ինչ եք արել սպանությունից հետո։ Ընդ որում, որպես հանգամանք փաստ ներկայացնում եք, որ դա Փետրվարյան դեպքերի շարունակությունն է, բա որ Փետրվարյան դեպքերի շարունակությունն է, 6 ամիս է անցել։ Ենթադրեք դուք ճիշտ եք, որ դա է ընթացքը եղել, Փետրվարյան դեպքերը եղել են 6 ամիս հետո, ինչպես դուք եք ասում, վենդետա է եղել։ Բա 6 ամիսը դուք չէիք կարողանում նորմալ վերահսկողություն իրականացնել։ Ասում եք տարիներ շարունակ հո այնտեղ պահակակետեր եւ այլն չէին դնելու, տարիներ շարունակ չի, 6 ամիս հետո է տեղի ունեցել դեպքը։ Ընդ որում ասում եմ տվյալ անձը ով սպանություն է իրականացրել, նույնիսկ կրակել սովորել է տվյալ համայնքում։ Ոնց չեն նկատել այդ ամեն ինչը։ Ու խնդրում եմ, ես խոսում եմ նրա մասին, որ դուք պարտավոր եք կանխարգելել, թե հետո ինչ եք արել։ Բնականաբար այդ բացահայտումները տեղի կունենան, ես հուսով եմ ամբողջական բացահայտում տեղի կունենա, բայց խնդրում եմ մեզ վրա մի վաճառեք որպես մեծագույն հերոսություն, որ դեպքի գիշերը դուք գնացել եք փարակար։ Ես խոսում եմ նրա մասին, որ դուք կրում եք պատասխանատվություն չկանխարգելելու համար։ Ես մինչև նախարարին ձայնը տալը Տիկին Գրիգորյան ասեմ, որ պետքա արձանագրել, որ բացահայտումը լիարժեք տեղի ունեցել կատարողի մասով։ Մնացած մասով, թե որտեղ է պատրաստվել եւ այլն, տեղեկացնեմ ձեզ, որ մենք ունենք լիցենզավորված ուսումնական կենտրոններ, որտեղ շատերը գնում են, հարավոր մարդիկ կրակել են սովորում եւ բնականաբար օպերատիվ տեսանկյունից շատ հնարավոր է պետքա ուշադիր լինել, բայց ինչ վերաբերում է փարակարի բացահայտմանը, բացահայտում է իրականությունը եւ մնացած դրվագները ըստ անհրաժեշտության եթե ի հայտ գան, դա կամբողջացնի բացահայտման խնդիրը։ Իսկ ուժի կիրառման հետ կապված վերջերս Արմեն Խաչատրյանը մի ձևակերպում էր տվել, որպես իր փորձից ելնելով, որը շատ համահունչ է, որտեվ ուժի կիրառման ընթացքում ընկալումները տարբեր են լինում։ Ես կարծում եմ նախարարը կարձագանքի, որովհետեւ մեկ աչքով նայում ես, որ դա ոնց որ թե ուժի կիրառման սահմանը անցած է, մեկ այլ պարագայում, որ ուժի կիրառումը նաև իրականացվում է ըստ անհրաժեշտության։ Տիկին նախարար, խնդրեմ, արձագանքեք եւ սա միակ դեպքն էր փարակարի հետ կապված, որ որոշեցի, որ արձագանքման այդ հնարավորությունը տալ։ Մնացածը կշարունակենք ըստ հերթականության։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան, ես որևէ մեկի վրա, առավել եւս ձեզ վրա, որևէ բան չեմ վաճառում։ Ես Վաղաշաբաթի ոստիկանության բաժնում կարող էի չգտնվել։ Եվ ձեր խոսույթից էլ ես առնվազն հասկացա, որ դուք նախարարության կառուցվածքը չգիտեք։ Դուք չգիտեք ներքին գործերի նախարարի լիազորությունները, դուք չգիտեք ոստիկանապետի լիազորությունները, դուք չգիտեք ոստիկանության լիազորությունները, եւ դուք նաեւ չգիտեք, որ եթե ձեր ասածով մի քանի ամիս շարունակ կոնկրետ Փարաքար համայնքում կարող է անձը սովորած լինել եւ այդ մասին չիմանա ոստիկանությունը, նախարարը օպերատիվ ծառայող չի, Տիկին Գրիգորյան։ Նախարարը համայնքային ոստիկանության տեսուչ չի, Տիկին Գրիգորյան։ Նախարարությունը ոստիկանության ոլորտի քաղաքականություն մշակող մարմին է եւ նախարարը ոստիկանության գործունեության քաղաքական պատասխանատուն է։ Եվ քաղաքական պատասխանատու լինելով հանդերձ,
կիսամյակային ամփոփման շրջանակներում ես օգտվելով իմ լիազորություններից, այո, գնահատել եմ, որ վաղաշաբաթի ոստիկանության բաժինը լավ չի աշխատել եւ ոստիկանության բաժնի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ես իմ լիազորության շրջանակներում գնահատել եմ, որ բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը լավ չի աշխատել եւ իմ հրամանով ազատել եմ համապատասխան պաշտոնից։ Եվ քրեական ոստիկանության պետին տվել եմ խիստ հանձնարարական, որ պետք է միջանձնային հարաբերությունների մասով ինտենսիվացվի քրեական ոստիկանության աշխատանքը տեղում։ Դեպքը տեղի է ունեցել եւ դրան հաջորդել է իմ լիազորության շրջանակներում կրկին Արմավիրի մարզի քրեական ոստիկանության պետի ազատում զբաղեցրած պաշտոնից։ Սա ուզում շատ հստակ լինի, որովհետեւ դուք էլ կարող եք գեղեցիկ ներկայացնել, մանիպուլատիվ ներկայացնել, բայց փաստը այն է, որ ներքին գործերի նախարարը ոստիկան չէ։ Եվ կարծում եմ, որ այստեղ մենք կարևորագույն խնդրի հետ գործ ունենք։ Եթե ազգային ժողովում չի ընկալվում ներքին գործերի նախարարության ձևավորման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, այստեղ իրականում շատ ուրջ խնդիր ունենք։ Եթե կարիքը կա, մենք կարող ենք նորից անդրադառնալ ներքին գործերի նախարարության գործառույթներին։ Ես սիրով պատրաստ եմ, բազմիցս եկել եմ, ես սիրով պատրաստ եմ նորից ներկայացնելու նախարարության գործունեությունը, նախարարի լիազորությունները, նախարարի պատասխանատվության տիրույթը, նախարարի լիազորությունները։ Ինչ վերաբերում է կարմիր բերետներին, իմ լիազորության շրջանակներում կրկին ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը տրվել է համապատասխան ցուցում դիտարկելու ծառայողների վարքագիծը։ Ծեծ ոչ իրավաչափ վարքագիծ Տիկին Գրիգորյան այս պահի դրությամբ առկա նյութերով չի հաստատվում։ Եթե ունեք տեսանյութ, որտեղ նորից եմ շեշտում, ոչ իրավաչափ վարքագիծ, որը որ մենք հստակ փաստական, ոչ թե խոսակցությունով, այլ փաստական կտարբերակենք ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրման իրավիճակից, ոչ մի խնդիր չկա, այդ դեպքերը մենք սիրով կարող ենք քննարկել եւ բազմաթիվ են այնպիսի դրվագները, երբ որ իմ հանձնարարականով համապատասխան հաղորդում է ուղարկվում գլխավոր դատախազություն եւ պիտի նաեւ փաստեմ, որ երբեք այսչափ հաղորդումներ ոստիկանության ծառայողների վարքագծի մասով գլխավոր դատախազություն չեն ներկայացվել։ Սա կարծում եմ ցուցիչ է նախարարության կողմից վերահսկողական, ինչը որ օրենքով է նախատեսված, վերահսկողական գործիքակազմի կիրառման առումով եւ ըստ այդմ շարունակելու ենք այս տեմպով աշխատանքը։ Շնորհակալություն։ Տիկին Սարգսյան, շնորհակալություն, ասեմ, նախարարության ստեղծման պահանջը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի շրջանակում, որին մասնակից եղել է նաև ընդդիմությունը։ Այսինքն նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է եւ դուք շատ ճիշտ նկարագրեցիք, որ այդ քայլը ինչ է իրանից պարունակում եւ այդտեղ այս աշխատանքների շարունակականության մեջ պետք է տեսնենք նաեւ այն հաջողությունները կամ նաև չլուծված խնդիրներին մոտենալը, որ տալիս է հենց այդ կառուցվածքի շնորհիվ։ Շնորհակալություն Գեղամ Մանուկյան, պատրաստի։ Նախ խնդրում եմ Պարոն Մանուկյան, կարելի է։ Աջան։ Մի վարքյան։ Հիմա դուք եւ հաջորդը պատրաստվի Հայկ Սարգսյան։ Տիկին Եսեք։ նախարար, խնդրում եմ որևէ վարքյան չկասկածեք, որ ազգային ժողովում պատկերացում չունեմ ոստիկանության այդ բարեփոխումների փիլիսոփայության։ Շատ լավ պատկերացնում ենք, առավել քան լավ ու հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ ձևավորում են լոկ մեկ պատճառով, որի անունը Նիկոլ Փաշինյանն է։ Դուք նեղվեցիք, որ Աննա Գրիգորյանը բացական հարցեր տվեց։ Ես դրականով սկսեմ։ Տիկին Սարգսյան, շնորհավորում եմ ձեզ։ 1 տարվա կտրվածքով այլևս ձեր կարմիր բերետավորները ոչ միայն ոհմակի նման հարցակվան ազգային ժողովի падգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա, ոչ միայն բռնություն գործադրեցին, դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, իրանք ավելի թևավորվեցին, իրանք նաև հարցակվեցին լրագրողի վրա։ Դեռ բարեբախտաբար այդ մի հարցով քրեական գործառույթ, բայց բոլորը շարունակեցին մնալ պաշտոնի, դրա համար նույն ձևի այդ օրը Գյումրիում երկրորդ ազգային ժողովի падգամավոր Մհեր Մելքոնյանը աչքը մի շաբաթ չէր կարողանում տնից դուրս գալ։ Նայեք, երկրորդը, շնորհավորում եմ, որ ստեղծվել է ոստիկանական գվարդիա։ Ես այսօր խոսելու եմ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ոստիկանների։ Շնորհավորում եմ, որ ստեղծել եք ոստիկանության գվարդիան եւ առաջին բանը, որ արել եք, մկրտություն են իրանք անցել
աղանդավորական կռապաշտական միջոցառմանը, երբ որ հարյուրավոր ոստիկաններ տարի լցրել եք Հովանավանքում։ Ես հասկանում եմ հասարակական կարգի պաշտպանություն, բայց ուզում եմ հասկանամ, օրինակ Արաբկիրի փոխոստիկանապետ Բաղյանը ինչ էր կորցրել Արագածոտի մարտի Հովանավանքում։ Բաղյանը այստեղ Քարորյաներին հերթապահում է, հասկանում եմ Արաբկիրի տարածաշրջանը, Հովանավանքում ինչ էր անում։ Ղազարյանը ինչ էր անում, այդ խեղճ տղեն ինչ էր անում, տարի կանգնացրել եք ու հարյուրներով։ Գյումրի, Արգիշտի Գևորգյանի հետ մեր աչքի առաջ է եղել այն ամեն ինչ, ինչ որ տեսել ենք։ Այդ որ մի բարեփոխման, որ մի հայեցակարգի հիման վրա է, որ ազգային ժողովի 3 падգամավորի համայնքային շենք, քաղաքապետարան, ոստիկանություն, ինչ որ պաշտոն է որոշում է, որ չի կարելի մտնել։ Ինչպես այդ օրը եղավ։ Մարդիկ այդ օրը տասնյակներով բռնվել են։ Գիտեք ոնց են բռնվել։ Դուք ուղղակի փչացնում եք ոստիկաններին, խեղճ ու կրակ պարեկներին։ Կեպեզեներում լծված էին, գնում ենք հերթով հանդիպում ենք։ Վարորդներ, խեղճ ու կրակ, կոմունալ տնտեսության, արդեն անեկդոտ էր դառել։ Բոլորին ում մոտենում է, տեսնում ես մե ինչ ա եղել, պարեկը կանգնացրեց, առավոտը ագնետուշիչերը չկար, տուգանքը գրեց ավտոն, տարանացին վաղը կգաց, ագնետուշիչերը կբերես, տուգանքը կջրեն։ Իրիկունը ոստիկանությունը հատիկ այդ բոլորին կանչել էր, 3 օրով տվել էր կալանք։ Հատիկ հավաքարարից սկսած ավտոբուս կոմունալ տնտեսության մեքենաներ։ Լավ մեղք են այդ պարեկները, մեղք են այդ ոստիկանները, մեղքի տակ եք մտցնում։ Ի վերջո այդ ոստիկանության ծառայողները վաղը երեխա են կնքելու, երեխա են փսակելու, ուր եք տանում կռապաշտության։ Հարցը դա էր։ Չէ։ Գյումրիի հետ կապված մեր աչքի առաջ է եղել։ Մեր աչքի առաջ է եղել։ Այդ կարմիր բերետավորները շարունակելու են մինչև վերջ այդ անօրինական գործունեությունը։ Իդեպ ոստիկանության գվարդիայի հետ կապված Արթուր Խաչատրյանը հարցրել էր, պարոն Քոչարյանը հաստատեց, մենք երկար ժամանակ բանավեճ ունեցել ենք օրենքի նախագծի, պնդում եմ ես, որ ոստիկանության գվարդիայի պարտականությունների մեջ պետք է ավելացնել նաև հայրենիքի պաշտպանություն։ Բայց վերջերս ծանոթացել եմ 44-օրյա քննիչ հանձնաժողովը, չգիտեմ էլ կա, չկա հանձնաժողովի զեկույցը, այնտեղ բավականին սուր դիտարկումներ կան 44-օրյա պատերազմի ժամանակ ոստիկանության ստորաբաժանումների, ներքին զորքերի, ծառայողների, ընդհանրապես մասնակցության ժամանակ խայտառակ մթնոլորտին։ Ուզում նաև ճշտում դուք ստացել եք այդ զեկույց ազգային ժողովից, որպեսի եզրակացություններ ունենաք, որտեղ դրա մասին խոսել էր Անդրանիկ Քոչարյանը։ Ի պաշտպանություն էլի ոստիկանների։ Նայեք, սննդի մասին եք խոսում։ Ամեն օր մեր աչքի առաջ է կառավարական 2 շենքերի մեջտեղի այգին հարյուրավոր ոստիկաններ առավոտվանից գիշեր նստում են։ Ու ես նկատում եմ սննդի ապահովում չկա, արևի տակ, ձմեռը, ցրտին, այդ հարյուրավոր ոստիկաններին չէր նստեցնում այդտեղ։ Նաև ի պաշտպանություն ոստիկանների բնակավայրից հեռու ծառայության համար փոխհատուցումները 2025-ին ստացել են թե ոչ, որտեղ ժամանակին կային ահազանգեր, որ չէին ստանում։ Դուք նաև ազդարարեցիք փրկարարծառայության տեխնիկական հագեցածությունը, անցած տարվա հարցից նորից կրկնում եմ։ Երևանում խայտառակ բարձրարկերի այս ավելացման հետ մեկտեղ նույն բարձրությունն ապահովող հրշեջ մեքենաների ձեռքբերման նպատակ ունի ներքին գործերի նախարարությունը, թե ոչ։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Մարկյան, ինչ վերաբերում է զեկույցի դեռ ներքին գործերի նախարարությանը հասանելի չլինելու։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ մենք քննարկել ենք, թե ոնց պետքա կազմակերպվի, որպեսզի առաջնահերթ մեր ուժային կառույցները եւ հետագայում նաեւ այլ կառույցներ, որոնք անելիք կունենան այդ զեկույցի հետ կապված, մենք պատրաստենք դրանց կրկնօրինակները եւ հնարավորություն ստեղծենք, որպեսզի օր առաջ լինի տվյալ կառույցներում։ Բայց միաժամանակ ասեմ ձեզ, քանի որ փաստացի նյութը շատ է եւ դրանք ժամանակ է պահանջում, որպեսզի ամբողջությամբ տեղափոխվի առաջին բաժին, որպեսզի այդ փաստացի նյութը զեկույցի առանձին մի մաս է։ Փաստացի նյութն է շատ կարեւոր, որի հիման վրա կառուցվել է այդ զեկույցը։ Այնպես որ դա ընդհանցակարգային խոչընդոտ է, որը լուծման փուլում է։ Իսկ հարցերի չէ։ Տիկին նախարար, մեկ էլ մի բան, էլի Գյումրի հետ կապված։ Մեծ մասին բռնել են, գիտեք ինչ, մի հատ ոստիկանի ցուցմունքով։
Այդ մարդիկ էլի ասում մեղք է, տուն են էթալու, հասկանալու են, որ իրանք կերտ Շատ լավ, պարոն Մանուկյան։ հանրազատության մեջ։ Այո, մեկ ցուցմունքը այդքան էլ լիարժեք չի, եթե պետքա բռնեք, գոնե երկու ցուցմունքով տիկին նախարար, խնդրեմ։ Նախ պարոն Քոչարյան, տիկին նախարարի որոշելիքը չէ մեկ ցուցմունքով թե երկու ցուցմունքով, դա նախաքննական մարմնի որոշումների տիրույթում է։ Հիմա պարոն Մանուկյան, անդրադարձակ եւ ձեր խոսքում էլ անընդհատ նշում էիք ի պաշտպանություն ոստիկանության, ի պաշտպանության ոստիկանության։ Ես վստահեցնում եմ, որ ներքին գործերի նախարարության համակարգում ոստիկանությունը պաշտպանության կարիք չունի։ Նախարարության համակարգում ոստիկանության ոլորտի այդ թվում բարեփոխումները իրականացվում են այնպես, որ ոստիկանության արժեվ դրված օրենսդրական խնդիրներ լինեն շատ հստակ, ոստիկանի կողմից իր լիազորությունների եւ պարտականությունների ծավալը լինի շատ հստակ, եւ ոստիկանի կողմից իր վարքագծային էլեմենտները վերապատրաստման նաեւ արդյունքներով լինեն շատ հստակ, եւ մեր ծառայողը ինքնուրույն կարողանա իր արժեվ դրված խնդիրը կատարել եւ դա կատարելու համար մեթոդներն ու եղանակները ընտրել։ Ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներդրումը նոյեմբերի 1-ից հենց այդ տրամաբանությամբ է եւ եթե հետաքրքրի նախարարի հրամանի տարբերակ ունենք, դա կարող եք դիտարկել եւ տեսնել թե ինչ ճանապարհով ենք ծառայողներին նաեւ նկարագրում, թե ինչպես պիտի գնահատեն իրավիճակը եւ հասկանան, որ դեպքում ուժային միջոցներից որոնք են, որ կարող են կիրառվել։ Օգտագործեցիք նաև վիրավորական արտահայտություններ, պարոն Մանուկյան, ոստիկանության ծառայողների հասցեին, ես արդեն երկրորդ կամ երրորդ քննարկումն է, ինչ ազգային ժողովում լսում եմ ոհմակ արտահայտությունը ոստիկանության ծառայողների ոստիկանության ծառայողների մասով եւ չեմ զլանում եւ նորից հորդորում եմ ոստիկանության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմնի դիրքերից վիրավորական արտահայտություններ չհնչեցնել ոստիկանության ծառայողների հասցեին։ Մեր ոստիկանների դեպքում կարող են լինել թերություններ, կարող են լինել խնդիրներ։ Դրա համար տարբեր ոստիկաններ ազատվում են պաշտոններից։ Տարբեր ոստիկաններ անցնում են քրեական վարույթներով, այդ թվում մեղադրյալի կարգավիճակով։ Տարբեր ոստիկաններ ինքնակամ հասկանալով իրավիճակը դիմում են ներկայացնում եւ ազատվում են ծառայությունից։ Տարբեր ոստիկանների պաշտոնավարումը կասեցված է։ Այդ թվում մեկ այլ դեպք ունենք, որ այդ կրկին վաղաշաբաթի ոստիկանության բաժնին է վերաբերում։ Այսինքն մեր ռեակցիան, պետության դիրքերից ոստիկանության վարքագծի ռեակցիան շատ հստակ է։ Խոսեցիք, որ կարմիր բերետներից մեկը լրագրողի նկատմամբ բացասական պահվածք է ունեցել եւ որևէ մեկը չի ազատվել ծառայությունից։ Պարոն Մանուկյան, տվյալ ծառայողը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այսինքն, երբ որ մենք այս քաղաքական խոսույթը, քաղաքական էմոցիաները զտում ենք, ես զտած եմ խոսում։ Գործ ունենք իրավիճակի հետ, երբ որ այո, ձեր նշած օրինակում լրագրողի նկատմամբ եղել է ոչ պատշաճ վերաբերմունք ոստիկանության ծառայողի կողմից, ոստիկանության ծառայողը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ այո, կա նախաձեռնված քրեական վարույթ եւ այո, քրեական վարույթի շրջանակներում ոչ թե ես, այլ նախաքննական մարմինը կտա գնահատականներ։ Եվ մենք իրավական պետություն ենք ի վերջո եւ որևէ մեկին պատժել կամ չպատժելու հարցը պիտի դիտարկվի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում։ Անդրադառնամ Հովանավանքին։ Հովանավանքի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է եւ շարունակելու է հասարակական կարգ անվտանգություն ապահովել, եթե դրա կարիքը լինի։ Մենք բազմաթիվ կրոնական միջոցառումներ ենք ունենում տարբեր եկեղեցիներում, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովում։ Նույն օրը Մայրաթոռում ոստիկանությունը կրկին հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել։ Մենք ունեցել ենք կրոնական տարբեր տոնական միջոցառումներ, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել։ Բայց մեզ կարծես թե այս մնացյալ իրավիճակները չեն հետաքրքրում եւ մենք կենտրոնանում ենք Հովանավանքի օրինակի վրա։ Հովանավանքում ոստիկանությունը օրենքով շարունակելու է պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը։ Իսկ թե ով կգտնվի, ոստիկանության որ ստորաբաժանման ներկայացուցիչը կգտնվի, հարգելի գործընկերներ, դա ծառայության կազմակերպման տրամաբանության մեջ է եւ ոստիկանությունը ինքն է որոշում ծառայությունը ինչպես կազմակերպի։ Կարող է Երևանից էլ մարդիկ ներգրաված լինեն, կարող է Լոռու մարզից էլ մարդիկ ներգրավեն։ Մենք ունենում ենք Շիրակի մարզում process, որ դուք անընդհատ վկայակոչում եք։ Շիրակի մարզում այլ ստորաբաժանման ծառայողներ եւս ներգրաված են։ Դա հաշվարկ է, որով որ
ոստիկանությունը իր արչև դրված խնդիրը օրենքով որոշում է կատարել քանակական տվյալներ, մեթոդաբանություն, եղանակներ, դրանք հիմնական ծառայության կազմակերպման տիրույթում գտնվող հարցեր են եւ լուծվում են ըստ այդմ որևէ զարմանք կամ որևէ ինչ որ անհանգստացնող բան չկա։ Եթե ոստիկանություն տվյալ քանակակազմով է ծառայությունը կազմակերպում, նշանակում է տվյալ քանակակազմն է անհրաժեշտ եւ բավարար ոստիկանության արժեվ դրված խնդիրները իրականացնելու համար, այդ թվում նկատի ունենալով նաեւ օպերատիվ տվյալները, որոնք կարող են լինել այս տեսանկյունից։ Իսկ պաշտպանական ֆունկցիայի մասով ես բազմիցս պարոն Մանուկյան անդրադարձել եմ ձեր դիտարկմանը եւ իմ հիմնավորումները ներկայացրել եմ։ Շնորհակալություն։